հարցերին նախորդ դատականիստը հետաձգվել էր, որպեսզի դատախազը պատասխանի դատավորի հարցերին, չէ՞։ Քննիչը սկսեց, դու փոխանցեց դատախազին, իհարկե եթե դրանք հարցեր կարելի է անվանել, հարցերի բովանդակությունը որպեսզի ճիշտ հասկանալի լինի, մոտավորապես այն էր, որ արդյոք դատարանը կարող է կատարել այն հետևությունը կամ հաստել այն իրողությունը, որ Արթուր Սարգսյանի վիճակը թեթևացվել է այս նոր մեղադրանքով։ Արդյոք դուք ընդունում եք, որ օժանդակելը ավելի թեթևացնում է Արթուր Սարգսյանի վիճակը նախորդ մեղադրանքի հետ համեմատած։ Ինձ թվում է դատախազն ու քննիչներն էին տարակուսած այդ հարցերից եւ ասեմ, որ այդ հարցերի համար, ինչպես նախորդ նիստից հետո ես ասեցի ձեզ, ես դատավորին էլ այդ կապակցության առարկություն ներկայացրեցի, որ այդ հարցերի կապակցությամբ նիստեր չեն հետաձգում։ Մարդուն անազատության մեջ լրացուցիչ օրեր չեն տալու։ Արթուր Սարգսյանը բերել էր դատարան։ Այո, իհարկե, նրա միջնորդությունը բավարարված է, բոլոր նիստերին նրան դեպի վաղնել է լինելու։ Այո, վաղնել է լինելու։ Պարոն Եգորյան, գրավ առաջարկվել էր խափանման միջոցի փոփոխության համար։ Մենք միջնորդել էինք ընդհանուր իրավասության դատարանում դեռևս, եթե կալանքը կկիրառվի, ապա այն փոխարինել գրավով։ Բնականաբար, եթե վերաքննիչ դատարանը քննում է գործը, մեր պահանջն այնպես է ձևակերպված, որ նախ անդրադառնալու է ընդհանրապես կալանքի հիմնավորվածությանը եւ երկրորդ անդրադառնալու է կալանքը գրավով փոխարինելու անթույլատրելիության վերաբերյալ որոշման հիմնավորվածությանը։ Իսկ Արթուր Սարգսյանը որևէ հարցի դատավորը հարցեր ուղղեց Արթուր Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ պարզաբանմամբ, քանի որ դատավորը բավական երկար ընթերցում էր ուզում էր հասկանալ տարբերությունները ամսի 2-ի մեղադրանքի եւ ամսի 4-ի եւ վերջապես հասկացավ, որ դրանք տարբեր են, բայց քննիչն ասեց, որ սանկցիաները նույնն են, այդտեղ արդեն Արթուր Սարգսյանը պարզաբանեց տարբերությունը կոնկրետ որն է եւ հուսանք, որ բոլորը ամեն ինչ հասկանում են եւ հասկացան եւ վաղը 12-ին կունենանք գոնե մեկ նորմալ դատական տարբերությունը որն է։ Տարբերությունն այն էր, որ ամսի 4-ի մեղադրանքի որոշմամբ վարույթ իրականացնող մարմինն արձանագրել էր, որ այն ամենը, ինչ գրված էր ամսի 2-ի մեղադրանքի որոշմամբ, ճիշտ չի եւ Արթուր Սարգսյանը ոչ հանցավոր խմբին անդամակցել է, ոչ նախնական համաձայնություն է ունեցել, ոչ էլ մասնակցել է գնդի գրավմանը։ Իսկ ինքը ոնց պարզաբանեց, հաց տարել է ինչի համար։ Խոսեց այդ մասին ինչի՞։ Այդ մասին դատարանում քննարկում չի ծավալվել։ Դատարանը այդ մասին քննարկում չի իրականացրել։ Միակ բանը դատարանը որ պետք է անի եւ դա պարտավոր էր ու կարող էր անել առանց դատախազին ու քննիչին հրավիրելու, դա հետևյալն է. Արթուր Սարգսյանին նկատմամբ կիրառել են կալանք 218-րդ եւ 235-րդ հոդվածներով նախատեսված արարքին առնչություն ունենալու վերաբերյալ հիմնավոր կասկածը հաստատվելու եւ կալանքի համար անհրաժեշտ եւ բավարար ռիսկերի առկայությունը գնահատելու արդյունքում։ Հիմա փոխվել է մեղադրանքը։ Այս նոր մեղադրանքով ներկայացված հանցավոր արարքներին Արթուր Սարգսյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի քննարկվել։ Եվ դրա վերաբերյալ ռիսկերը, որոնք անհրաժեշտ եւ բավարար կլինեն նրան կալանավորելու համար, չեն գնահատվել։ Հիմա պետք է ամբողջ հարցը ինչ, ոչ, հիմա չի կարող դա արվել։ Հասկացա, ամբողջ հարցը, որ դատարանը պետք է անի, ներկայացված թղթերը կարդա, հասկանա սա եւ վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են։ Իսկ եթե հետագայում վարույթ իրականացնող մարմինը ուզենա շարունակել Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահել, պետք է նոր միջնորդություն գրի, ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձի հիմնավորել այն։ Պարոն Եգորյան, օժանդակելու մասով, հա, քանի որ արդեն օժանդակելու մեջ է մեղադրվում, դուք հիմնավոր եք համարում այդ օժանդակելու մեղադրանքը։ Հասկացանք, որ բուն մեղադրանքը չկա այլևս, կա հիմա օժանդակելու մեղադրանք։ Արդյոք հաց բերել
համարվում է օժանդակել, պատանդ վերցնելու, շնչություններ գրավելու, ապօրիզմ կրել, փոխադրելու այդ գործողությունները։ Իհարկե մենք հիմնավոր չենք համարում։ Արթուր Սարգսյանը իրան մեղավոր չի ճանաչում այդ արարքների կատարման մեջ եւ առհասարակ այդ մեղադրանքի էությունը անհասկանալի է։ Այն պարզ չէ։ Անհասկանալի է, թե վարույթ իրականացնող մարմինը կոնկրետ ինչ գործողություններ կատարելն է համարում օժանդակություն, օրինակ պատանդներ պահելու կամ զենք ռազմամթեր կապորինի ձեռք բերելուն, կրելուն, փոխադրելուն։ Դա պարզ չի։ Նույն ձևով կարելի է բազմաթիվ այլ մեղադրանքներ ներկայացնել, որոնք նույն կերպ հավասարապես պարզ չեն լինում եւ ոչ մի ընդհանուր ոչ մի կապ չեն ունենա Արթուր Սարգսյանի արածի հետ։ Ինչ եք ակնկալում վաղը։ Ինչ ակնկալիքներ ունեք, զգացողություններ ո՞րն է ձեր։ Ես զգացողություններից Ակնկալիքից։ Տեսնենք թե 12-ին ինչ ակտ կհրապարակվի։ Կարծում եք իրավական որոշում կհրապարակվի, թե քաղաքական։ Այս պահին ես զերծ կմնամ մեկնաբանություններից, ցավոք սրտի մինչ այս պահը մենք դեռ ականատես չենք եղել արդարադատության։